Ողջույն Կորզարարալիքի եթերում վերադարձող կապիտալ հաղորդումն է։ Մենք խոսում ենք հայրենադարձության մասին, հայրենադարձների հետ։ Այսօր մեր հյուրն է Արինա Զոհրաբյան։ Ողջույն Արինա ջան։ Դուք մի քանի երկրից եք եկել, բայց դուք պիտի ասեք, որ երկրից եք հայրենադարձել։ Առաջինը շնորհակալություն հրավերքի համար։ Իմ պատմությունս ասենց մի քիչ խառն է։ Ծնվել եմ Անգլիա, բայց առաջի տարիները ապրել եմ Պարսկաստան ծնողներիս հետ։ Փոքր տարիքից իրանք ասացին, չէ, գնանք ԱՄՆ այնտեղ պատերազմ էր, տեղափոխվել ենք Բոստոն։ Բոստոնից ավարտել եմ դպրոց, գնացել եմ Կանադա, Մոնրեալ, այնտեղ եմ սովորել։ Մոնրեալ ավարտելուց հետո տեղափոխվել եմ Իսպանիա, ու Իսպանիայից հետո ոնց որ վերադարձել եմ ԱՄՆ ու որոշել եմ մի տարով փորձեմ Հայաստան ապրել։ Ծրագրով Եկել եմ որպես կամավոր, նույն որտեղ որ հիմա աշխատում եմ, չէ, հայ կամավորների միություն։ Այն ժամանակ դեպի հայկը չկար ու հասկացա իմ համար, որ սփյուռքը հայը պիտի ապրի Հայաստանում, ամբողջ ներդրումը ինչ որ պիտի արվի, մենք այստեղ պիտի անենք։ Առաջին այցներ։ Առաջի ու վերջի այցը, քանի որ տեղափոխվել եմ։ Շատ հզոր բան է, որովհետեւ մարդիկ 10 անգամ այցելում են, մինչև համոզվեն, իսկ դուք այցելել եք ինչ տարիքում էր այդ մոդավորապես։ Ես հիմա փաստորեն մենք բոլոր իմ տարիքս իմանան 22 տարեկան եմ եղել, որ տեղափոխվել եմ Ու դե որոշեցիք այդ տարիքի մենակ առանց ծնողի։ Առանց ծնողներով եկել եմ հայ կամավորների միությունով մի տարով կամավորություն անել, մի տարի կամավորություն անելուց հետո հասկացա, որ չեմ ուզում վերադառնալ, որտեղ ստեղ շատ ավելին կարող էի անել ու իմաստավոր գործ կարող էի անել, քան թե գնայի ԱՄՆ անել ինչ որ հիմնականն էին անում։ Այսինքն 22 տարեկանում մարդ կարող է այդ տարբերությունը տեսնի, մարդ որ յանքի մեջ նոր է մտնում, մարդ որ տեսել է քանի երկիր, Եվրոպան, Կանադան, Ամերիկան տեսել 22-ով որոշումը ասում է որ չէ, եւ ասում եք քանի տարի առաջ, 23 տարի առաջ 23 տարի Հայաստանի վիճակը այսօրվա վիճակը չէր, թե սպաղումների առումով, թե ամեն ինչի առումով, այդ դարքում որոշելը, այսինքն հայրենասիրության ամենաբարձր մագարտակն է, որովհետեւ այդ դարիքում դժվար ընդհանրապես ծնողն է համոզում, դուք ցեզ եք համոզել գալ Ինչն էր ամենաշատը առաջին դպավորությունը, ամենաուժեղ դպավորությունը, ինչ էր որ ցեզ բահեց ստեղ։ Երբ որ ես առաջի անգամ իջա օթանավից, ես չէի սպասում, որովհետև իմ ծնողները չնայած եղել են, ասենք, պարսկահայեր, երբ որ տեղափոխվել են 6 տարեկանում տեղափոխվել եմ ԱՄՆ, իրանք շատ ուզեցել են մենք հեշտ կյանք ունենանք ԱՄՆ-ում, այսինքն անգլերեն ենք փորձում խոսել, որ մենք խնդիր չունենայինք, այսինքն ինչքան էլ որ հայկական մեր լինելը պահել ենք, այդ ամերիկյան դառնալը adaptation-ի համար իրանց համար շատ կարևոր է։ Այսինքն իրանք երբեմն չէին մտածել, որ Արինան մի օր պիտի գնա Հայաստան։ Իմ եղբայրս դրա նախորդ տարին եկավ Հայաստան ու ինձ խորտվեց դիմել որպես կամավոր։ Իմ համար ամենայդ տպավորիչ մոմենտը, երբ որ ես իջա օթանավից, մի հատ զգանք եղավ, որ կյանքում այն որ ես այդքան հայ ինձ երբեք չէի զգացել, ես հասկացա, որ ես այստեղ պիտի լինեմ։ Ու այդ մի տարվա աշխատանքի ընթացքում ես Ամերիկայում you climb the corporate ladder, չէ, այսինքն այնտեղ լիքը բաներ կա, որ դուք զերոյից եք սկսում, բայց ես հասկացա մարդ տարբեր փորձով, տարբեր գիտելիքներով, ձգտումով Հայաստանում շատ բան կարող է անի։ Ու այդ իմ համար եղավ պատճառը, որ ուզեցա մնալ։ Ես հզոր բան, գիտեք, եթե մեկը այսօր կա, կասես ամեն ինչ էլ կա, այն ժամանակ կա 22 տարեկանում որոշեք դուք ինքներդ առանց ծնողների խորհրդի, ծնողները ընդհանրակը ուզում են որ Ամերիկայում դուք ավելի առաջ գնաք, դուք որոշեք գալ, երթանեն ավելի եմ համոզում որ գենետիկայի մեջ ինչ որ մի բան կա, որովհետև շատ օրինակներ ունեմ, որ այստեղ նույնիսկ ծնողքը հայ չէին, ծնողքի մայրն էր հայ, այդ աղջիկը ուզեց Գյումրիում ապրի օրինակ, զարմանալի է, որովհետև ուրիշ բանով չեմ կարող բացատրել, որ դուք եկել եք, մարդիկ այսօր են գալիս Ամերիկայից, այերոպորտից սկսում են դժգոհելու։ Նայ ամբողջ աշխարհում մի քիչ առաջ իր հետ դրա մասին ենք խոսում, որ դժգոհությունը շատ կա։ Մենք որպես ամբողջ ժողովուրդը բոլոր տեղերը տարել են բողոքական։ Ու մի հատ հետաքրքիր դեպք եղավ, որ մենք ABC միջոցով կամավոր ենք բերել, որ ինչ շատ sense հետաքրքիր ձևով հիանալով մեր ամեն ինչը Երևանում, երբ որ իրան տարել է մի հատ sense
քայլում ենք կենտրոնի մեջ։ Ներեցեք որտեղից էր ինքը։ Ինքը Կանադայից։ Կանադացի։ 2 ամիսով ինքը իր գրպանով, իր ծախսերով ինքը եկել է կամավորություն 2 ամիս անի, ինքը Բրուսովում է գնացել իր կամավորություն արել։ Հայ չի, ընդհանրապես հայ չի։ Ինքը բանա Աբովյան Թումանյանով քայլում ենք ու սենց ասում է. «Էս ինչ սիրուն ծառեր ունեք»։ Իսկ մենք սախորը բողոքում ենք, որ այդ ծառ չի մնացել։ Էս շինարարությունը ինչ գեղեցկություն է։ Ու իմ համար ամենասենց շոկային է, որ էս ինչ մաքուր է այս կենտրոնը։ Ես էլ սախորը բողոքում եմ, որ էս ինչ բնտի կեղտոտ բան է տեղա եղել։ Ու ես հասկացա, որ մենք մենակ սկսել էի կենտրոնանալ այդ ոնց որ վատ բաների վրա։ Մենք որպես հայեր, մենք որպես Հայաստան, Երևան շատ մեծ ոնց ասեմ advantage այդ բառը մոռացել եմ հայերենով առավելություն ենք այստեղ ապրելու։ Կանադացին որ թիվներ եկել։ Երբ եմ եղել Կանադա։ Ինքը մեծ էր։ Չէ, որ թիվն է եկել, որ թիվներ։ Անցյալ տարի, ու այս տարի էլի վերադառնում է։ Այսինքն ինքը որպես կանադացի լինելով այդ կախարդական այդ հյուրընկալությունը, այդ ժողովրդի բանը, այդ տաքությունը, որ մենք ունենք, բայց մենք մոռանում ենք, որ ունենք, այդ ամեն ինչը զգալով ինքը այս տարի էլի վերադառնում է։ So ինձ թվում է այդ ինչքան էլ որ շինարարությունը շատացել է, ժողովուրդը շատ լավ է մնացել։ Մենք մի քիչ տանջած ժողովուրդ ենք, իսկականից շատ մեծ խնդիրներով ենք անցնում, բայց իրենց մոդել արևմուտքում ավելի են հեռանում Իրանից, այդեն ասենք ավելի է շատ է երևում մեր ստեղ դակ լինելը, բնականաբար այնտեղ էլ շատ են հեռանում իրարից ծնող երեխա, մեկը մյուսին չի տեսնում, այն մարդ իր կորձով, այն մարդ իր էկրանի մեջ ասենք, առաջ երևի մի քիչ ավելի ժամանակ ունեին իրար հետ շփվելու, հիմա ավելի քիչ, իսկ առաջին քայլերը այդ տարիներին 23 տարի առաջ ինչ էին պլյուսերը, ինչ էին մինուսները, մարդ որ եկել է Ամերիկայից իբր հզոր երգիր, չգիտեմ, զարգացած երգիր, գալիս եք ստեղ հաստատ տեսնում եք շատ լավ բաներ, հաստատ տեսնում եք բաներ, որ վայ պետք է ուղղվի։ Այդ ուղղելը չի նշանակում որ վատ է, մենք պիտի ուղղենք, ոչ միայն աթորի վրա նստողները, ու դա ոնց եք դեսել դուք առաջին ծեր ամիսները։ Իմ այն որ շատ մեծ բախտով ես որ տեղափոխվեցի էլի շատ մի հատ հսկայական լավ տեղ է կամավորությունս անում Bars Media Documentary Film Studio, չգիտեմ Վարդան հենց Երևանում Վարդան Հովանեսյանի հետ եւ նաեւ հենց ABC-ում եմ կամավորությունս անում ու ես տեսա մարդիկ ինչ ջանք են դնում իրենց գործի մեջ, այսինքն documentary film, Bars Media-ն շատ մեծ ու շատ կարևոր ֆիլմեր է նկարահանել Արցախի պատմության գրիվների հետ կապված ու լիք ուրիշ բան ու էլի եմ ասում, այդ աշխատանքային փորձը, որ ես կարողացա միանգամից անել ինչ որ ես էի ձգտում, ես մի քիչ սենց արգաշարժ, սենց լավ եմ կարողանում սենց ինձ բրթեմ որ լիքը գործ անեմ ու իմ մոտ շատ դուրս եկա որ հնարավորությունները այստեղ շատ ավելի շատ էին այսինքն եթե դու գաղափար ունես քեզ այն ժամանակ թույլ էին տալիս որ այդ ամեն ինչը առաջ գնա բայց Արինա ջան հաստատ սարքավորումները միջոցները շատ քիչ էին այդ ստուդիոյի մեջ այն ինչ որ գար Ամերիկա ճիշտ է բնականաբար ինձ թվում է ամենակարևոր գործիքը ուղեղն է ու այդ մի բանը Հայաստանում շատ է սրտի պատճառով մեկ ճիշտ չի օգտագործվում բայց ժողովրդի այդ ամեն ինչը անել քիչ ռեսուրսներով դա շատ հիանալի շատ ոգևորիչ ոնց որ դասա մեր բոլորիս համար Ինքը իրականում ամենաշխարհով էլ դենցա, որ ինչքան քիչ ունենաս միջոց, ինչքան ավելի ես ստեղծագործում։ Այդ միանշանակ։ Ու դա երևի ցեզ զարմացրեց, ուրախացրեց, որ հայ ուղեղը ավելի շատ աշխատում, որովհետև սարքավորումները թույլ են, պետք է այնտեղ միջամդի ուղեղը կամ գիտելիքները ու դա ցեզ զարմացրեց ու ուրախացրեց, ոչ թե հիասթափեցրեց, որով ճիշտ նույն Արինայի նման ուրիշ աղջիկ կարար ասես որ էսի սարքավորումները այնտեղ ոնց են աշխատում այստեղ, մինչ այդ Ամերիկայում ինքը ավելի հեշտ կարար աշխատել։ Դուք ինչն էր ձեր մոտիվացնում, որ մի ամիս ավել մնամ, մի տարի ավել մնամ, այդ կարևորը առաջին եկողն է, որ շատերը կան ձեր նման կամ գամավոր կամ թեպի հայք 6 ամիս վերջ հետ գնացին իրենց տեղ, ասեցին մենք այնտեղ կորչ չունենք անելու։ Նայ, ինձ թվում է որ միշտ շատ բախտ եմ ես ունեցել, որտեվ երբ որ ես տեղափոխվեցի Հայաստան կամավորություն նպատակս էր որ մի տարի հետո պիտի վերադառնայի ԱՄՆ, ու ընդհանրապես ես սովորել եմ մարքեթինգ եւ ֆինանս։
բայց ինձ թվում է իմ ճակատագիրը սեն է, որ ես պիտի մնայի Հայաստան, համ ծանոթաց ամենը կարևոր կետերից մեկը իմ հիմակվա ամուսնուս հետ, միակ ամուսնուս հետ, հիմակվան ոնց որ ճիշտ բառը չէր, ու ինքը հիշում եմ շատ հետաքրքիր sense խոսակցություն եղավ այն իմ կամավորների ընկերուհուների հետ, Արինա ինքը մենակ քո հետ ամուսնանում է, որովհետև դու ունես Ամերիկայի անձնագիր, ինքը քո հետ ոչ մի նպատակ չունի, այն որ միանգամից sense սխմու է, որ վատ պիտի լինի, ու հիշում եմ մի օր sense ամուսնուս հարցնում եմ կարող է դա պատճառը ինքը ասում է մի օր կգա, երբ որ դու կխնդրես, կաղաչես, որ մենք հետ տեղափոխվենք ուրիշ երկիր ու ես քեզ կասեմ աչքի տայերվում։ Ու տենց է մնացել է 23 տարի դեռ ստեղ եմ։ Բացի այդ աշխատանքային առումով շատ բախտավոր եմ եղել։ Միշտ կարողացել եմ իմ փոքրիկ ներդրումը ունենամ, որտեղ որ ես աշխատել եմ, որը ամենամեծ անհանգստություններից մեկն է։ Մարդիկ պատրաստ չեն անել մի բան, որ իրենց կարողա դիսկոմֆորտ լինի։ Իսկ ես պատրաստ էի ամեն ինչ անել։ Լինա ջան, դու փախտեմ ունեցել եք ասում ջագադակիրը, ասում բոլորը ցուկ ցերկով է գանում։ Ես չեմ հավատում այդ փախտը ունենալու կամ ջագադակիրի։ Ես էլ գարայի օրինակ չկայինք ստեղ, մենք ջագադակիրը մեր ցերկով ենք մեկ ղեկավարում ու մենք ենք եկել այստեղ դու կարայք հանգիստ գնայիք այդ ջագադակիրը ինքնա ցեզի ընթարգվում ու նաև փախտը որ ասում եք ինչու փախտ մարդ որ տեսնում է մեկը սրդացավ աշխատում ավելի է ուզում իրեն այդ աշխատի դա է փախտ չկա դրա մեջ Չասեմ, մերսի, շնորհակալ եմ։ Որովհետև իսկապես սրդացավ ու շատ աշխատանք սիրողները միշտ դեղ են հասնում։ Լինի դա ստեղ, ուրիշ երկիր, ամենադժվար երկիր կգնաս ու քորձ կգտնես։ Բայց այդ սրդացավությունը մի քիչ կա, ճիշտ է հիմա, հատկապես, չգիտեմ, նախքին սերունդների մեջ Հայաստանապնակ շատ կտեսնես որ քիչ աշխատենք, շատ վաստակենք, չի մնաց այդ։ Պիտի շատ աշխատես, որ կարողանաս քո պետք եղած գումարը վաստակես, թե չի շատ քիչ կվաստակես ու հետո ավելի խեղճել գաբրես։ Հայաստանում գա չէ այդ հնարավորությունը։ Հիմա որովհետև մենք Սփյուռքից էլ եմ մեզ նայում հաստատ։ Հնարավորությունը գա այստեղ աշխատելու ու շուտով Երևալու, մինչև այսօր 2025 թվական։ Չեք կարծում։ Շատ մարդիկ կան, որ ձգտում են, բայց կա հիմա ինձ ամեն տարին որ անցնում է, մարդիկ ձգտում են ավելի հեշտ կյանքին, ու ավելի հեշտ կյանքը բնականաբար միշտ ավելի հեշտ է ստացում այդտեղ, որ կան, այսինքն ավելի աշխատանքային հնարավորություն, այսինքն մարդ Հայաստան տեղափոխվելիս պետք է պատրաստ լինի ջանք տնի իսկ ընդեղ ասենք լիքը երկիներ Եվրոպայում, ԱՄՆ-ում, տարբեր տեղեր Կանադայում, sense ոնց որ ռոբոտի պես առաջ ես գնում։ Այսինքն մտնում ես համալսարանը ավարտեցի, մտար աշխատանքի տեղ, աշխատանքից հետո ոնց որ sense promotion-ներով բան են անում, առաջ են տանում։ Իսկ Հայաստանում այդ ոնց որ ստանդարտ ճանապարհ չկա։ Այստեղ կան օրինակի համար առաջի 10 տարին, որ ես ապրել եմ աշխատել եմ Հայաստանում, եղել եմ մի հատ Ամերիկայի կառավարության ֆինանսավորման ծրագրով, որը բավականին ֆինանսամ ստանում էր պետդեպարտամենտից, համ USAID-ից։ Այդ ընթացքում այնքան մարդկանց հետ եմ ծանոթացել, որ միջև մոտ մի 6 ամիս առաջ շատ մեծ հաջողությունների են հասել USAID տարբեր ծրագրերում։ Այդ մարդիկ հիմա ոնց որ գործազուրկ են եղել, բայց իրանք էլի տանջվելով գտնում են իրանց ճանապարհը Հայաստանում։ Գստենք, գիտեք, ես էլ ուրիշ դեսանգներից եմ նայում, ուրիշ երկիր, հա, ճիշտ է, շատ կոչ, բայց քո նման շատը կա, բայց Հայաստան մի քիչ որ դեսնեն որ Անինայի նման սրդացավ ու աշխատասերը բոլորը ուզում են վերցնեն։ Դրա համար եմ ասում որ թրսից եկողները ստեղ, եթե տեսնեմ որ իսկապես որակավորը շատ գազագերբություններ կա ու նաև վճարունակ, որ գվերցնեն իրենց, որովհետև նմանը քիչ կա։ Իսկ Եվրոպայում, Ամերիկայում քո նման ինչքան ուզում ես կա, այդա որ դարբերը ստեղ դրա համար ասում եք որ եկեք, նայեք, գտեք ձեր բնակավարը ու հաստատ ցես կգնահատեն։ Հա, անգլերենում մի հատ շատ հետաքրքիր ասված կա, փորձեմ թարգմանեմ, ասենք մի հատ փոքրիկ ձուկ շատ մեծ լճում կամ դու դառնում ես մի քիչ ավելի մեծ ձուկ, շատ փոքրիկ լճում։ Հիմա Հայաստանը չնայած շատ փոքրիկ լիճ է, ինքը շատ կարևոր դեր է խաղում ու շատ ճգնաժամային փուլում է։ Ու ինձ թվում է այն մարդիկ, որ հերվից նայում են, ցավում են Հայաստանի համար, պետք չի ցավալ, պետք չի մտածել ոնց գումար ուղարկել, պետք է գալ ներդրումներ անել ժամանակով, իրանց ուղեղով, իրանց փորձով, որտեղ մենակ այդպես մարդիկ այստեղ համ իրանք, համ այստեղ քիչ-քիչ ամեն ինչը կզարգանա։
Դուք սփյուռքի դարբեր երկրներում եղել եք, տեսել եք, վստահ համայնքների հետ եք շփվել, դարբեր մտածելակերպի մարդիկ, չգիտեմ, գուսակցություններ, ակումբներ, դենց տեսել եք։ Դուք այդ տվյալանի որ եկաք իմ նման չեք կարծում, որ չեք ես էլ էի կարծում, որ անկախությունից հետո քոնե մի 7 միլիոն սփյուռքից 1 միլիոնը պիտի կար ստեղ։ Դուք ինչի եք վերակրում այդ пассивությունը, ու այս երկրի քանակը ժողովրդի նույնը մնաց արդակախտում դրա փոխարեն եկան թրսից մարդիկ ու մնացինք նույն քանակը ցավալի չի այդ ինձ թվում է այդ մի հատ ցավա իմ համար մի քիչ ավելի ցավալին էնա որ լիքը մարդիկ կան որ Հայաստանից ուզում են ձգտում են գնալ այսինքն անկախ սփյուռք են անկախ հայաստանցի են անկախ արցախից են եկել այսինքն էլի նույն հայը իրանք ուզում են գնալ իրանք ավելի այնտեղ հեշտ ճանապարհ են ուզում բայց մյուս կողմից առաջ սենց միշտ կատակով երբ որ ես այրեքսում էի աշխատում սենց այն ժամանակ լիքը փոխանակման ծրագիրներ էին կրթութանանում սենց կատակով միշտ ասում էի բախտս էլի գիտեմ որ դուք ասում եք բախտից չի բայց բախտս բերել է որ այդքան խելացի ջահելության կարողանում էին իրանց հետ աշխատել իրանք ոնց որ դիմում էին գնում էին ԱՄՆ սովորելու վերադառնում էին որ այստեղ ոնց որ ավելի մեծ նվաճումների հասնեին միշտ ասում էի ծրագիրը ավարտելուց հետո Պարտադիր վերադառնում եք Հայաստան, թե չէ այնանիա չագուջը վերցնում է, գալիս է որտեղ որ գաք ու ձեզ ասեն ծեծելով հետա վերում։ Ցավալին է նա որ մի մասը բնականաբար մնացին, այսինքն իրանք հետ եկան, բայց հետո որոշեցին որ տեղափոխվել այլ երկիր, բայց կան մարդիկ որ մինչև հիմա մեծ հաջողությունների են հասել։ Անկախ ԱՄՆ-ին սովորել չեն սովորել։ Որտեղ այնտեղ Հայաստան, այսինքն բանը ու շատ բախտավոր եմ ինձ զգում, որովհետև իմ շրջապատը այն մարդկանց հետ ում ես շփվել եմ այս վերջի 23 տարվա ընթացքում մեկը մյուսից լավն է։ Հայրենա ջան, դուք անցաք նաև շուտով, չգիտեմ, հայրենադարձությունից հետո ընտանիք կազմեցիք սեն։ Դա շատ կարևոր փուլ է կյանքի, ամենակարևորներից է, որ ում հետ եք ամուսնանում, որ երկրում եք ապրում։ Այդ շատ կարևոր բան է, որ կյանքը դառնում է դարբեր ուղղություններով, դուք մնացիք ստեղ, իմացաք որ ձեր երեխեքը հետո պիտի մնան այս երկրում, ու ինչ պիտի անեն, ինչ արժեքներով պիտի մեծանան, համեմատեցիք ձեր ընկերների հետ, որ դրսում ապրում են, դրանց խնդիրները երեխեքի հետ կամ դաստիարակման հետ, ինչպես էր ձեր մոտեցումը այս հարցին ընտանիք եւ Հայաստան ապրելու հետ կապված։ Երբ որ ես ու ամուսինս ամուսնացանք, բնականաբար երեխեք ենք ուզում, երկաթիմա երեխա ունենք, ու երբ որ մենք, այսինքն մեր մոտ երբեք գաղափար չի եղել, որ տեղափոխվենք այլտեղ, հակառակը երեխեք մեծանալու նպատակը ամենաճիշտ երկիրը, որտեղ որ իսկականից որակներով են ասեն զարգանում մեծանում, մենք որոշել ենք Հայաստան։ Իմ համար մի քիչ տխուր էր այն պահը, որ այստեղ թիմային սպորտեր չկային։ Ամենում ես մեծ թենիսով էի զբաղվում, ասենք ավագ դպրոցի խմբում էի, բայց այն ինչ որ նախկինում, ասենք 2002-ում որ ես եկել էի, հիմա այսինքն լիքը ակումբներ կան, բասկետբոլիստները ունեն տարբեր տեղեր, որ կարող են հիմա խաղալ։ Նույն ակումբում է խաղում, որտեղ իմ դղան է խաղում։ Այո, ու կրթությունից շատ մեծ քանակի մարդիկ միշտ անհանգստություն են բանարել ինձ ասել որ դա մեծ խնդիր է մեր համար ու ես հիշում եմ էլի ես աշխատել եմ կրթության ոլորտում 10 տարի եղել եմ Այրեքսում որտեղ որ մենք փոխանակման ծրագիրներով մարդկանց ուղարկել ենք եւ Ամերիկյան համալսարանում ընդունելության բաժնով էի զբաղվում հայը խայտարակ խելոք են շատ խելացի են ուղեղով էլի երբ որ սիրտը չի խանգարում շատ խելացի են լինում ու նույնիսկ մենք ունեցել ենք դասախոսներ որ ասենք ամբողջ աշխարհով ԱՄՆ-ով սովորացրել են դասավանդել են եկել են ասել են որ այստեղի ժողովուրդը շատ խելացի է կամավորներն էլ որ գալիս են ասում են վայ այստեղ մարդիկ ուզում են իրար հետ շփվեն մենակ այս էկրանի մեջ չեն այսինքն ձգտում կա որ գնան իրար հետ զբոսնեն չգիտեմ կաֆե մի հատ նստեն Օտարներն են ասում։ Օտարներն են նաև, այսինքն երեխեք մեծացնել միանշանակ իմ համար Հայաստանը շատ ավելի առողջ։ Ավելի ապահով է։ Ես շատ տարիներ առաջ որ ես դպրոց էի գնում, այսինքն այն ժամանակ Lexington քաղաքում նարկոտիկը շատ մեծ խնդիր է, այսինքն այդ ճնշումները, այդ խնդիրները ինչ որ ընդեղ են եղել, այստեղ բնականաբար միշտ այստեղ էլ կարող է լինի, բայց շատ ավելի ուրիշ աստիճանի, շատ ավելի քիչ աստիճանի։
առողջապահությունը, չէ, լիքը մարդիկ ասում են, ասենց անհանգստանում եմ, եթե երեխաս աստվածաշանի մի հատ լուրջ հիվանդություն ունենա, թու, ասենք մենք պոլիկլինիկա ենք մեր երեխեքին տանում, այսինքն բժիշկը իր ձեռքի հեռախոսը մեզ տվել է, ասել է երբ պետքա զանգում ես, երբ որ երեխան այնքան հիվանդ է, պոլիկլինիկայից գալիս են, նայում են երեխային, այսինքն այստեղ ժողովուրդը ուզում է բոլոր լավ լինեն, այսինքն այդ բոլոր հնարավորությունները մարդ երեխեքի համար շատ ավելի ինձ լավ ու ճոխ են։ Ընկերուհիս ով ապրում է Կոլորադոյում, արդեն 2 ամիս է փորձում է տղու համար բժշկական այց անի, մինչև հիմա չի կարողանում։ 2 ամիս։ 2 ամիս։ Այդ մասնագետին ով պետք է 2 ամիս զանգում են ասում են կներես այսօր չի ստացվի, եկեք փորձենք մյուս ամիս։ Իսկ ես հիմա ցանկացած, եթե էլի այդ խնդիր ունենամ, Հայաստանը փոքր, մեկը մյուսի միջոցով ծանոթ ենք գտնում, կկարողանանք այդ ամեն ինչը կազմակերպել։ Իհարկե։ Ունդեղ որ այդքան էլ հարգեր են վճարում ու չեն ստանում այդ ինչ որ պետք է ստանան մի օրվա մեջ, հատկապես բժշկության մեջ չեն ասում ուրիշ բանի մեջ, բժշկությունը որ շատ արագ միջամտություն է պետք, մարդիկ պետք է տեսնեն այս ամեն ինչի դարբերությունը, դուք ոչ մի օր չեք զղջացել 23 տարուց մինչև հիմա ամուսնանալուց երեխաքում, ընդհանրակը համոզվել եք որ ճիշտ տեղից տեղա։ Այդ բոլոր հոսանքների մեջ որ անցանք, բաների մեջ, բادرազմ եւ այլն ոչ մի օր չեք փոշմանել։ Ինձ միակ փոշմանությունն է, որ ես ավելի շուտ չեմ տեղափոխվել Հայաստան, այն ժամանակ միգուցե կկարողանայի խելքս կհերիքեր, որ այնտեղ շատ ավելի եշան բնակարան բաներ առնեի, չէ, բնականաբար ոչ մի ժամանակ չեմ փոշմանել, մենք նաև շատ մեծ ցանկություն ունենք, որ այսինքն երեխեքը որոշեն, որ իրենց ապագան այստեղ ստեղծեն։ Ոնց է երեխեքի մոդեցումը, ընկերներ, սպառնունք ունեն, չգիտեմ, արվեստ ծրագիրներ երեգոյան դանելու իրենց զարգացնելու գա չէ ես որով մարդիկա որ չեն եկել Հայաստան ուզում եմ որ իրենք էլ լսեն դպրոցի համակարգով մենք իրանց ուղարկում ենք մասնավոր դպրոց ինչի եմ դա ասում որովհետև իրանք ժամանակ այդքան չունեն առավոտը մոտավորապես մինչև 8-10-ի կողմերից մինչև մոտավորապես ժամը 4 իրանք դպրոցում են այդքան ժամանակ ավել չի մնում բայց թումոից սկսված մասնակցում են բան մարտարվեստ, աղջիկս նաև բասկետբոլ, այսինքն իրանք ինչ ձգտում ունեն, մենք կարողանում ենք դնենք շախմատ ու սկսկնում որ ստեղի դպրոցական երեխեքին շախմատ են սովորացնում, հիմա սա խորս sense հոգնած գործից տուն եմ գալիս, մամա շախմատ եմ ուզում խաղամ, մամա շախմատ եմ ուզում խաղամ, այսինքն էլի շատ մեծ ճիշտ բաներ են անում Հայաստանում, որ երեխան էլի էկրանից դուրս ունենա ուրիշ ձգտումներ։ Իսկ համերգներ, թատրոններ դանում եք համայնքներ, թատրոններ շատ են գնում դպրոցի միջոցով, այսինքն դպրոցը իրենց բավականին տանում է, բայց այդ մշակույթային բանով, քանի որ ես ու ամուսինս էլ աշխատում ենք, ամուսինս էլ ասենք ոչ թե միտեղ, տարբեր բիզնեսներ ունի, so մի քիչ այդ առումով ինձ մա լավ չենք անում, պետք է ավելի շատ տանենք։ Պետք է ավելի շատ տանենք, ավելի շատ տանել։ Մեղավորությունը վերջեցի։ Իսկապես մենք ժամանակը գտնում ենք, որովհետև կարևոր է այդ որ երեխեքը հիմակվանից սովորեն, որ մեծանան, իրենք էլ ինքնստիկյան իրենց երեխեքին անեն։ Իսկ Արինայի շրջապատը շատ մեծ է Արասփյուռքում վստահ։ Դուք ծեր օրինակը ինչ որ մեկին վարագիչ դարձավ, որ Արինան Իսկանդարի առաջ եկավ, նայեցեք ինչքան գոհ է, ինչքան առաջ է գնում ու մենք էլ նույն քայլին թիմենք, որպես սփյուռքահայեր, այսինքն ծեր ընկերները։ Չեմ կարող այդ հարցին պատասխանել, բայց կարող եմ մի հատ պատմություն պատմեմ, ես վերջերս մի քանի տարի առաջ մի հատ սփյուռքի սենց միջոցառում է կազմակերպվել Հայաստանում ու սենց լիքը ջահելներ ծանոթացա ու ես մի քիչ հիշողությամբ լավ չեմ, այսինքն մարդկանց հետ ծանոթանում եմ, հետո սենց մի քիչ մոռանում եմ ու տարիներ հետո անցյալ տարի եւ նաեւ այս տարի այդ մարդիկ ինձ գտան, ինձ հիշեցին, ինձ ներկայացրեցին, ձեր ելույթը, ձեր պատմությունը, ձեր ամեն ինչը մեզ ոնց որ քաջալերեց, որ մենք փորձենք տեղափոխվել Հայաստան։ Ինձ թվում է դրանից ավելի մեծ հաջողության մարդու կյանքում չի կարող լինի ու ես էլի տանջանքը շատ է, բայց հաճույքը 1000 անգամ ավելի շատ է, քան թե ուրիշտեղ, երբ որ կարողանում եք անել այդ ամեն ինչը Հայաստանում։ Իսկապես, ու այս հաղորդման նպատակը դա որ մարդիկ տեսնեն, լսեն ու օրինակ վերցնեն։ Շատերը ծեր նման են, աղջիկ 22 տարեկան, շատերը ուրիշների նման են թոշակարու, որը նստած այնտեղ թոշակը կանցում է, բայց Հայաստանը ասում, արի 6 ամիսը ստեղ մնա, 6 ամիսը այնտեղ մնա։ Այսինքն դարբերակները այդքան շատ են
որ մեկը պետք է անպայման այդ քայլին թիմի։ Բացի տարբերակները, ռեսուրսները, մենք որ տեղափոխվել ենք դուք ինձանից մի քիչ հետո որ եկել եք, այն ժամանակ այդքան հնարավորություններ չկան։ Հիմա կա ասենք դեպի Հայկը, որ նաև ֆինանսավորում աջահելությունը կա, կամավորությունը անի։ Կա Հայ կամավորների միությունը, որ մենք հիմա ունենք միած senior core, շատ մեծ քանակի փորձում ենք մեր սպյուրքին 60+ տարեկանով համոզենք, որ հիմա մի քիչ ավելի ազատ եք։ Եկեք ձեր փորձը, ձեր գիտելիքները ամեն ինչը կիսեք Հայաստանում։ Մենք կստեղծենք այդ հնարավորությունը, անկախ լինի այդ ինչի մեջ որ դուք մասնագիտ եք, թե ուզում եք մի նոր բան փորձեք։ Ու շատ հպարտանում եմ անցյալ տարի 30-ից ավելի senior կամավորներ ենք բերել Հայաստանում ու շատ մեծ impact, իրենք շատ մեծ ներդրում են ունեցել Հայաստանում։ Բացի այդ մարդիկ որ ուզում են մշտական գան, Repat Armenia կա։ Լիքը աներկան մարդիկ դեպի Հայկը ասեցի ջահելների համար, որ նաև ֆինանսական հնարավորություն կա։ Repat այսօր ամեն պատասխանը, ամեն հարցերի պատասխանը դալիս է տարբեր ուղղություններով օգնում է ամեն մենք կանք որ եկել ենք ու կարող ենք բոլորին պատրաստ ենք բոլորին օգտակար դառնալու։ Մի հատ շատ կարևոր արժեքի մասին եմ ուզում ցեզ հարցնեմ նաև կամավորություն բառը շատ կարևոր բառ է, որը մեջ է նշանակում է դալ։ Ինչ-որ մի բան դալիս է։ Կամավորությունից հետո այսքան տարի է փորձառություն ունենք։ Ինչն են վերցնում մարդիկ։ Ինձ թվում է իրան գալիս են մտածելով, որ ես ամեն ինչ տալու եմ, բայց իրանք գնում են հասկանալով, որ շատ ավելին ստանում են։ Ինչ են ստացել։ Իրանք ինչ են ստանում։ Այդ կյանքի որակի մասին, որ մենք մի քիչ առաջ խոսացինք, հա, այստեղ տեսնում են, որ այդ ջերմությունը, այդ հյուրընկալությունը, դա մտնում է իրենց ոսկորների մեջ։ Շնորհակալությունը։ Այո, մի հատ կամավոր ունեի ֆրանսացի, ով ամենավատ բանը Հայաստանի, որ կարելի է մտածել են, որ ասում եք փոշմանել, ստեղի վարորդներից է, որից մեկը ես եմ։ Շատ վատ ենք բոլորս քշում, ու մեր կամավորներից մեկի ավտոյի տակ էին գցել։ Հիմա ինձով է զանգում, ոչ կամավորն է տեղյակ պահում, զանգում է իր հյուրընկալող մաման, ապրում են հյուրընկալող ընտանիքների հետ։ Սենց ղժում է, բան չեմ հասկանում ինչի մասին է խոսում։ Այդ տաքսիստը, որ ասենց պատահական խեղճին բան ա եղել, ոչ հմուտ վարորդ ա եղել, լավ իմաստով, որ ոչ մի ասենց լուրջ վնաս այդ տղուն չի եղել։ Պարզապես ասենց մի քիչ ընկել է, ասենց սաղ կապտել է։ Բայց այդ ջերմությունը օտար մամայից այդ տղան ասում է նույնիսկ կարող է իմ մամաս այդքանի մասին չանհանգստանար։ Մարդիկ որ դա տեսնում են, այդ ձգտումը, մարդիկ որ տեսնում են ինչ տանջանքից ինչ են կարողանում հայերը հասնեն, այդ ամեն ինչը ինձ թվում է մի հատ գեղեցկություն է ստեղծում, որ մարդիկ սիրահարվում են Հայաստանի հետ։ Այդ արժեքը շատ կարևոր է, մարդիկ որ դալիս են ու չեն սպասում, որ մեկը իրենց հետ տա ու դրանից ավելի մեծ հաճույքներ չկան աշխարհով մեկ, ինձ թվում է պետք է մարդ սովորի դալ ու չսպասի վերցնելու ու շատերն են ասում, որ դալը ավելի քիչ հաճույք է պատճառում, քան վերցնելը։ Ու դա գամավորության մեջ կա, որը դուք սերմանեցիք, Հայաստանում չկար գամավորական սենց կազմակերպություններ կար։ 2000 թվականում մի հատ եղել է միշտ խաղաղության կորպուսը Peace Corps։ Peace Corps-ի միջոցով մի հատ տղա Ամերիկայից արել է, ասել է ես նման ծրագիր, Ջեյսոնը ստեղծեց, դրանից հետո քիչ-քիչ կամավորական կազմեր շատացել են, այսինքն ABC-ն սկսեց 2001 թվականից կամավորներ ընդունել, դեպի Հայկը 2004 թվականից։ Բայց ներքին էլ գա գազམ་ագերբություններ գալիս երբ գամավոր դառնաս։ Երբ որ ամերիկյան համալսարանում էի աշխատում, երբ որ մենք ոնց որ բակալավրի ծրագիրը մշակեցինք, այն ժամանակ ով գիտեր համապարփակ ընդունելությունը ինչ էր holistic admissions ուսանողներ գալիս էին ասում էին դա ի՞նչ է ասում մենակ քննությունների մասին չենք ուշադրություն դարձնում գնացեք մի քիչ գործ արեք էս արեք այն արեք կամավորություն ու այդտեղ էլ կարծում եմ ամերիկյան համալսարանը շատ մեծ ներդրում ունեցավ որովհետև ժողովուրդն էլ էստեղ է ավելի ջահելները ուզեցան անել կամավորություն ու շատ լավ է գամավորությունը, որովհետև հիմա նույնիսկ եթե գամավորես քո CV-իդ մեջ գրվում է, որ այդքան գամավորություն ես անում, հետագա գործերի համար շատ օգտակար է։ Ու մարդիկ հմտություններ են ձեռք բերում, որ շատ օգտակար է իրենց լինում բնականաբար։ Բավական դեղեցանք ցեզանից Արինա ջան, շատ ուրախ եմ, որ ցեզ հյուրընկալեցիք այսօր այստեղ, Աստված բահի ձեր ընտանիքը, ձեր երեք երեխեքը ու մնաք սենց օրինակ շատերի համար, որ իրենք էլ հայրենան դարձեն։ Շնորհակալություն, շատ բախտավոր եմ ինձ զգում, որ ապրում եմ Հայաստանում։ Փոխադարձ հաջողություն եմ։ Հաջողություն։